Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Ամեն դեպքում այստեղ քաղաքացիները չեն սպասում քննչական կոմիտեից պատասխանի, որոշում են անհնազանդության ակցիա իրականացնել, փակում են ճանապարհը, խնդրում եմ այս պահին մեր տեսանկարը հանող խումբը ֆիքսի, անհնազանդության ինքնաբուխ ակցիա, քաղաքացիները փակել են քննչական կոմիտեի ճանապարհը։ Թեմի հարգելի հետևողներ, նաև ուշադրություն եմ ուզում հրավիրել ոստիկանական մեծաթիվ ուժերի վրա, որոնք կենտրոնացվել են քննչական կոմիտեի տարածքում, ավտոբուսները մասնավորապես բերվել են այստեղ արդեն։ Նշեմ, որ հենց այս պահին իրականացում է ինքնաբուխ ակցիա։ Մենք շատ ճանապարհ բացում ենք, ամեն ինչը խաղաղ հասարում է։ Ձեր ակցիան իրականացնեք։ Մենք խնդրում ենք դեր վրազեցնեք դուք, որ իրենք շուտ դուրս գան։ Բայց քան ժողովրդի եկել ենք ստեղ պահանջել։ Ոստիկանությունը փոխանցել է, մնացածը արդեն պատասխանը կտան ոստիկանությունը։ Դե մի սպասում ենք, մի քիչ վրազ։ Այս 2 ժամից դե սպասում ենք։ Արձագանք կա։ Ստեղ ճանապարհ։ Մենք խնդրում ենք արագացնել մի քիչ ընթացքի։ Ճանապարհ մի պահանջել եք դուք։ Մենք պահանջել ենք, որ պետք է մեզ տեղեկացնեն, ինչ որոշում ենք կայացնել։ Մինչև որոշումը կայացնելը մենք կատարում ենք խաղաղ։ Ձեզ ասացինք, փոխանցվել է այդ ամեն ինչը, մնացածը արդեն պատասխանը կգա ներսը։ Դե հիմա սպասում ենք, էլի։ Դե սպասում եք, ճանապարհը բացեք, պարոն Դանելյան։ Չստեղ ենք սպասում։ Ճանապարհը բացեք, նոր Չէ, ստեղ ենք սպասում։ Ստեղ ենք սպասում։ Հանրության արժեք կպատասխանի մեր հարցերին, այսինքն կհայտնի այնպիսի պատրաստակամություն, նույն պահին ես վստահեցնում եմ, որ այս մասնագետները ճանապարհը բացելու են։ Այս պայմանությամբ ճանապարհը փակելու նպատակը քննչական կոմիտեի այդ քննարկումները արագացնելն է եւ որևէ մեկին այստեղ իջեցնելու հարցերի պատասխան բացում եք ճանապարհը, մի րոպե։ Դուք եկել եք հետևանքի մասին եք խոսում, ստե մի հատ մեծ պատճառ կա։ Ոստիկանությունը այստեղ հասարակական կարգ է ապահովում, հասկանալի է։ Երկու պահին է։ Տապալել է, երբ որ այդ երեխուն 6 հոգով ծեծել են։ Եվ այդ հասարակական կարգը տապալելու համար ժողովուրդ հավաքվել է ստե ու պահանջում է, որ պարզաբանում չտան ոստիկանների գործողությունը, վստահություն չի ներշնչում։ Դրա համար այս ակցիան իրականացվում։ Որովհետև ոստիկանների գործողությունները վստահություն չեն ներշնչում։ Դրա համար Ձեր կարծիքն է, հասկանալի է։ 4 օրային մարդու երբ որ խոշտանգվել է ոստիկանության կողմից, ոչ մեկ դեռ հենց ձերբակալված չի։ Դա փաստ է։ Ում հետ ենք բանը, դա ում հետ ենք։ Ոստիկանները։ Ուրեմն ոստիկանության հարգելի ներկայացուցիչներ, դուք եք ծառայողներ։ Ես էլ փաստաբան եմ իրականացնում իմ մասնագիտական գործունեություն, բայց այստեղ ես չեմ եկել ներկայացել որպես փաստաբան։ Տիգրանը կարծել է ինքը միայնակ է, ես ներկայացել եմ ցույց տալու համար, որ Տիգրանը միայնակ չէ։ Միևնույն ժամանակ որպես փաստաբան, որպես, չգիտեմ, իրավաբան, որպես այդ մասնագիտությանը տիրապետող հարց ինձ միջև հիմա մի հարց է հուզում։ Ինչու միջև հիմա պարզ չեն այն ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլբաբյանի նկատմամբ գործադրել են բռնություն 1, ինչու միջև հիմա նրանց նկատմամբ մեղադրանք չկա առաջադրված, եւ ինչու է միջև հիմա նրանք շարունակում պաշտոնավարել, այսինքն ինչու միջև հիմա նրանք ունեն հնարավորություն ոչնչացնելու խոշտանգման հետքերը։ Այդ նպատակով կներեք, այդ նպատակով մենք ստեղ հավաքվել ենք։ Սկզբում եթե նկատել եք ճանապարհ չենք փակել, սակայն ստանալով ոստիկանության ինչ որ ներկայացի կողմից պատասխան առ այն, որ քննչական կոմիտեն քննարկում է ինչ որ մեկը իջնելու է այստեղ եւ մեր պատասխանները տա թե ոչ, նկատելով որ կես ժամ եւ անգամ 1 ժամ շարունակ ոչ մեկ հարց չի համարել իջնի եւ այսքան ժողովրդի առջեւ որևէ պատասխան տա կամ գոնե հարցնի ինչ է կատարվում, մենք ճանապարհը փակել ենք։ Հենց այս նույն ձևի նախաքննությունն են վարում։ Այ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերում են այժմ մեր նկատմամբ, նույն վերաբերմունքն է ցուցաբերում են նախաքննության վարույթում Տիգրանի նկատմամբ։ Այո։ Ընդամենը 5 րոպե առաջ դուք նման այդ հայտարարությունը արեցիք, որ մարդ իջնի։ Իշտեն քննչական կոմիտեից, ոչ թե 1 ժամ առաջ, առաջի հերթին։ Միջև հայտարարությունը կատարել մենք ոստիկաններից հետաքրքրվել ենք։ Ոստիկանները պատասխանել են, որ արդեն փոխանցված է, որ ինչ որ մեկը այդտեղ կանգնած էի, դուք մոտեցաք,
ասեցիք, որ որևէ մեկ ներկայացուցիչի քննչական կոմիտեից բարձաբանում իրականացնի։ Մեկ էլ ասեցիք սպասեք, հեսա կփոխանցեք, մնացածը ձեզ կասեք։ Ոչ թե 1 ժամ առաջ։ Դուք հիմա արեց հայտարարություն եք անում, որ 1 ժամ առաջ։ Ոչ, նմանատիպ բան չի եղել։ Լավ, 1 ժամ ամարտիկ ստեղ հավաքված, քննչական կոմիտեին չի հետաքրում, ինչու են հավաքված, կամ այսօր իմացան, որ այստեղ հավաքա իրականացնում։ 4 օր ասա մամուլը սրանից։ 3 առավոտվանից ամբողջ մամուլը խոսում է նրա մասին, որ Տիգրան Ուլուբաբյանի հարազատները, մասնավորապես այստեղ բոլոր հավաքվածները նրա հարազատներն են։ Ուզում են հետաքրքրվել եւ իմանալ ինչ է կատարում։ Հիմա 1 ժամը արդեն հավաքի մասնակիցները այստեղ։ Ինչ որ մեկը պետք է իշնի պատասխան տա կամ չտա, չէ։ Իսկ եթե 5 րոպե առաջ եմ ասել, լավ, այնտեղից այստեղից տելի 5 չի 2 րոպե է։ Թող իջնե։ Փոխանցել եք մնացածը արդեն հեսա կասել։ Մենք սպասում ենք։ Մենք սպասում ենք ճանապարհը փակելու։ Ճանապարհ մենք չենք փակել։ Տեսեք ինչ եմ ասում, տեսեք, ոսեք ինչ։ Հիմա ներկայային դուք սահմանափակել եք այլ քաղաքացիների տեղաշարժը։ Նախ լսեք ինչ եմ ասում։ Այստեղ ես կարծում եմ հանրության բավականաչափ մասնակիցներ կան եւ այստեղ ոչ թե հանրության այլ մասնակիցների տեղաշարժն ենք մենք սահմանափակում, այլ հանրային շահ ենք ներկայացնում։ Այ հիմա մենք հանրային շահ ենք ներկայացնում։ Հետեւաբար եկեք մասնավոր շահերի հետևից չընկնենք, ասենք ինչ որ մեկի տեղաշարժի ազատության իրավունքն ենք սահմանափակել, ինչ որ երթևեկություն ենք փակել կամ չփակել։ Այնտեղ հավաքվելու արդեն մարդիկ այնքան են շատացել, մի հատ խնդրում եմ դեպի ձախ նայեք եւ տեսնեք, որ մարդիկ այնքան են շատացել, որ նույնիսկ այնտեղ արդեն չեն տեղավորվում։ Մեր պահանջը հետեւյալն է, ուզում եք ճանապարհը բացեք, թող քննչական կոմիտեն ձեր պես մտածի այս ամեն ինչի մասին եւ ինչ որ մեկը իջնի 1 վայրկյան հետո ճանապարհը բացվելու է։ Իջնի 1 վայրկյան հետո փոխանցել եք մնացածը փոխանցել։ Հիմա մենք սպասում ենք պատասխան։ Սպասում ենք պատասխանի։ Սպասում ենք պատասխան։